Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանում կարծիքներ են հնչում, թե ռուսական գազին Հայաստանում կարող է փոխարինել թուրքականը կամ ադրբեջանականը։ Энергетическая безопасность – это тот вопрос, в котором Российская Федерация… Ռուսաստանն առաջատար, ես կասեի ամենակարևոր դեր ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ռուսաստանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել որպես պատասխանատու եւ կարևոր գործընկեր։ Ռուս-թուրքագետ Վլադիմիր Ավատկովը պնդում է, այն մարդիկ, որոնք ռուսական էներգակիրների այլընտրանքի մասին խոստումներ են տալիս, պարզապես խաբում են հայաստանցիներին։ Ադրբեջանում սպառվում են գազի ռեսուրսները, դա բոլորին է հայտնի։ Եվ նաև այդ երկիրը գազ մատակարարելու պայմանագրեր ունի այլ երկրների հետ, օրինակ Վրաստանի։ Եվ չեմ կարծում, որ դրանք կխզի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով։ Եվ գինն էլ ակնհայտ է չի լինի ռուսականից ցածր։ Ավատկովը Թուրքիայի էներգետիկ պաշարների մասին է նաև մանրամասներ հայտնում։ Այդ երկիրն ընդամենը 10%-ով է սեփական աղբյուրներից ապահովում իր պահանջները։ Գազի եւ ատոմային էներգետիկայի մասով Անկարան ըստ էության կախված է Մոսկվայից։ Ենթադրենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դրական զարգացան եւ սահմանները, ենթակառուցվածքները բացվեցին։ Անկամ այդ դեպքում Թուրքիան չի կարող ապահովել Հայաստանին էներգառեսուրսներով։ Դա տեխնիկապես հնարավոր չէ։ Իսկ էներգետիկ հարցերը այն առանցքային հարցերն են, որոնք նպաստում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների զարգացմանը։ Փորձագետները նկատում են հավաքական արևմուտքը փորձում է թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում գեղեցիկ խոստումներ տալով, բայց եթե Վրաստանն ու Ադրբեջանը կարող են ինքնուրույն լուծել իրենց անհրաժեշտ էներգառեսուրսների հարցը, Հայաստանն այդ առումով խոցելի է։ Որքան էլ Եվրամիությունը եւ Արևմուտքի երկրները փորձեն փոխարինել Ռուսաստանին, դա իրենց չի հաջողվի։ Ներքաղաքական գործընթացների հետ կապված խոստումներ էլ կտան։ Միևնույն է, հնարավոր չէ ռուսական էներգառեսուրսները այլ ռեսուրսներով փոխարինել։ Էներգետիկ փորձագետ Արմեն Մարտիրոսյանը շեշտում է Հայաստանի իշխանությունը փորձում է ռուսական էներգակիրների այլընտրանք փնտրել, առանց պատկերացնելու, որ դրանցից օգտվելու համար պետք են լուրջ ենթակառուցվածքներ, որոնք չկան։ Եթե չկա այդ հաշվարկը, դիվերսիֆիկացիան կարող է դառնալ պարզապես քաղաքական դեկլարացիա, քան ինչ-որ գործիք կախվածությունը նվազեցնելու համար։ Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին Ավատկովը Հայաստան ու Ռուսաստանը բարեկամ երկրներ է համարում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում ու գնալ դեպի Եվրամիություն։ Մոսկվան տևական ժամանակ ասում է, որ Հայաստանը ինքնուրույն պետք է կողմնորոշվի իր ապագայի հետ կապված։ Հնարավոր չէ շարժվել դեպի Եվրոպա Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։